Պարոն Խաչատրյան, հերոսներից մեկը Միացյալ Նահանգներ, մյուսը Ռուսաստան։ 25 տարի փաստորեն դուք ուսումնասիրել եք Հայաստանը լքած մարդկանց հոգեբանությունը։ Ինչ առանցքային տարբերություն եք արձանագրել Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստանի Դաշնություն մեկնածների, արդյոք բնավորություն է փոխվել, արդյոք հոգեվիճակ է փոխվել։ Չգիտեք, փախստականի հոգեբանությունը ուր էլ գնա։ Իմ հերոսներից մեկը, ինչպես ասացինք, Ռուսաստանը գնացել Կամչատկա, Սիբիր եւ այդպես չկարողացավ վերադառնալ, որտեղ մահացավ կես ճանապարհին վերադարձի։ Մյուսը գնացել է Ամերիկա եւ նախապես նպատակ չի նկարել թերություններ, որ գնալը վատ բան է կամ գնալը լավ բան է։ Իսկապես լուրջ ուսումնասիրություններ, փորձ, թե ինչի համար են գնում եւ ուր են գնում։ Եվ երբ նայեցին ֆիլմը մի շատ հարուստ մարդ, էլի Հայաստանից գնացած, այս երկուսը դժբախտաբար շատ չհաջողված մարդիկ էին։ Եվ ընտանիքն էին կորցրել եւ հաջողությունը եւ իրենց երազանքները, բայց երրորդ մարդը, որ Կիպրոսից էր, որը ֆիլմում չկա, շատ կարևոր երրորդ մարդու խոսքը շատ կարևոր էր։ Նա միլիոնադեր էր դարձել եւ ասում էր, եթե դու քեզ թվում է, որ նրանք մեզանից երջանիկ են, շատ սխալվում ես։ Մենք նույն դժբախտության մեջ ենք առանց հայրենիքի, առանց մեր անցյալի, առանց մեր մանկության։ Այնպես որ փոփոխություններ կան տարբեր երկրներում, բայց հիմնական դժբախտությունը մեկն է՝ անհայրենիք, անարմատ, անընկեր, անտուն ապրող մարդկանց պատմությունը։ Պարոն Խաչատրյան, սա կնպաստի անտուն անհայրենիք մարդկանց վերադարձի։ Ես շատ եմ հավատում, ընդհանրապես կինոյի ուժին շատ եմ հավատում, բայց մեջս կար մի քիչ թերավատություն ասել, արդյոք կօգնեին ֆիլմերը մարդկանց, որ երբ նախորդ ֆիլմը, գիտեք ֆիլմը երևի անվերջ փախուստավերջ վերադարձը, որ Ռուսաստանի մասին էր, ցուցադրվեց մի քանական հերոսությամբ, զարմանալի ես զանգեր ստացա։ Մենք կինոռեժիսորները շատ հայտնի չենք, որտեվ մենք չենք երևում էկրանին։ Բայց մարդիկ, որոնք տեսել էին ֆիլմը եւ գիտեին ով եմ ես, զանգեցին եւ շատերը, որոնք պետք է մեկնեին արդեն, ասացին մենք դեռ չեն գնա կամ մի քիչ ֆոտոներից կախենք, մեր չէ բարձրացեք թե գնալ ուզում ենք, թե չենք ուզում, որտեվ իսկապես ազդեցություն թողեց։ Ինչի համար ես նկարացի հերոսության համար այս ֆիլմերը, որովհետև էկրան գնացող մարդիկ հանդիսատեսը շատ քիչ են։ Հերոսությունը շատ ավելի ընդհանուր է եւ մեծ լսարանը եւ ուզում եմ անպայման ցուցադրեմ, որովհետև իսկապես օգնում է, իսկապես մարդիկ անհանգստանում են, իսկապես մարդիկ ստում են մտածել։ Նույնիսկ Ամերիկա գնացողների շատերը, որոնք նայել են այս ֆիլմի որոշ դրվագներ, ցանկություն ունեն վերադառնալու, ասեն հասկացան, որ ամոթ չի վերադառնալու, որովհետև շատ իրացման մարդիկ կան։ Պարոն Խաչատրյան, այս օրերին շատերն են խոսում, որ մենք ֆենոմենալ ենք այն առումով, որ երբ պատերազմ չէ, շատ ավելի մեծ թվով է արտագաղթը, բայց երբ պատերազմ է, նույնիսկ վերադարձողների մեծ բանակ կա։ Ինչով է սա ձեզ պայմանավորված։ Նոր ուսումնասիրության նյութ է դա այնպես, որովհետև քանի որ ես տեսել եմ իրան փախստականների հիմնականում, եւ տարբեր ձեւի մարդկանց, եւ մտածող, եւ փիլիսոփա, եւ անգրագետ, եւ հարուստ եւ աղքատ, որոնք ցանկացել են գնալ, եւ մարդիկ, որոնք չեն ցանկացել գնալ, որովհետեւ եթե ես պատասխաններ ունենայի ժամանակ, ես ֆիլմը չէի նկարի։ Եթե պատասխաններից որ ունենայի, միանգամից պատասխանները ֆիլմի մեջ կդնեի, որ գնալը սարսափելի վատ բան է գնաց է կամ գալը ճիշտ է։ Ես ինձ թույլ չեմ տվել խառնել աստծո մեջ, ինձ թույլ եմ տվել միայն անհանգստություն առաջացնել մարդկանց մեջ այս երևույթների մասին։ Իհարկե ֆենոմենալ ազգ ենք, որովհետև մենք մեր հավատի պես մնայուն ենք եւ մեր անհավատության պես անկայուն։ Եվ փախնում ենք եւ վերադառնում, եւ գալիս ենք եւ գնում ենք։ Այնպես որ մտածելու առիթ տալը շատ կարեւոր է, բայց իսկական տեղատոմս տալ հնարավոր չի։ Կարելի է պատերազմը նույնպես մտորելու առիթ է տալիս ձեզ իբրև ռեժիսորի եւ հնարավոր է սա հետագայում նույնպես էկրանավորվի։ Ինձ նման ռեժիսորների համար, որոնք ոչ միայն ռեժիսոր, այլ ասենք ուսումնասիրողներ, սոցիոլոգներ են, ես ինքս սոցիոլոգ եմ, համարում ավելի շատ ուսումնասիրող կյանքը եւ շրջապատը, ամեն ինչն է կարեւոր։ Ամեն մի օրն է կարեւոր եւ ամեն մի ժամն է կարեւոր, որտեղ մենք փոխվում ենք։ Եթե դուք տեսեք իմ ֆիլմերի շարքը, տեսնեք, որ բոլորը Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին են, կամ իրավիճակների, կամ դեպքերի, կամ մարդկանց, կամ մի խմբի, կամ Հայաստանից դուրս մարդկանց, կամ իրանց երազանքների մասին, այսինքն առանց հայության, առանց հայ ազգի, առանց հայ ազգի խնդիրների ես ֆիլմ չունեմ։ Բոլորը ուսումնասիրություններ են մեկ մարդու, մեկ խմբի, մեկ քաղաքի, մեկ երկրի մասին։ Այնպես որ ամեն ինչը կարևոր է եւ ամեն ինչը կարող է վերածվել ֆիլմի։ Բայց պետք է կարողանալ մարսել, մտածել, հասնել ճիշտ եզրակացությունների։